Բարեգալուստ սրբավայրեր վերցնի տակ շարքի 4-րդ կանգառ։ Այս անգամ մեր ճանապարհը մեզ բերել է Հայաստանի հյուսիս-արևմուտք, մի բնակավայր, որտեղ պատմությունն ու հավատը մինչ օրս ապրում են մարդկանց առօրյայի հետ միասին։ Այս սրբավայրը կառուցվել է 19-րդ դարում և երկար տարիներ եղել է համայնքի հոգևոր կյանքի կարևոր կենտրոնը։ Սակայն ժամանակները միշտ չէ, որ խաղաղ են եղել։ Անցյալ տարի դժվար տարիներին այս եկեղեցին կորցրել է իր բուն նշանակությունը և նույնիսկ օգտագործվել էր որպես պահեստ, բայց պատմությունը դրանով չավարտվեց։ Նոր ժամանակներում այն վերանորոգվեց, կրկինոցվեց և այսօր արդեն նորից բաց է բոլոր նրանց համար, ովքեր այստեղ են գալիս աղոթելու, մոմ վառելու կամ պարզապես մի պահ լռության մեջ կանգնելու։ Այս քարերը շատ բան են տեսել, բայց չեն դադարել պահպանել իրենց արժանապատվությունն ու պատմությունը։ Հենց այսպիսի սրբավայրերն են հիշեցնում, որ հավատքն ու մշակույթը կարող են հաղթահարել նույնիսկ ամենածանր փորձությունները։ Իսկ հիմա հերթը ձերն է։ Կկարողանաք գուշակել, թե որ եկեղեցին է սա։ Գրեք ձեր տարբերակը մեկնաբանություններում։ Առաջինը ճիշտ պատասխանողը կստանա այս եկեղեցու բարձրորակ տպագրված փոքրիկ նկարը Մինի Մոլբերտի վրա, որպես նվեր։ Եթե սիրում եք բացահայտել Հայաստանի լոռ վկաներին, բաժանորդագրվեք ալիքին, որովհետև մեր ճանապարհը նոր է սկսվում և առջևում մեզ սպասվում են տասնյակ ու հարյուրավոր նոր սրբավայրեր։ Ես Վարշամ Սահակյանն եմ, կհանդիպենք սրբավայրեր վերցնի տակ շարքի հաջորդ կանգառում, մինչ այդ շարունակենք բացահայտել Հայաստանի լոռ վկաներին վերցնի տակ։